Հարգելի հայրենագիտներ, ապրիլը հիշողության և բադվի ամիս է ողջ հայության համար։ Ապրիլի 1-ը կխորհրդանշե Քարվաճարի ազատագրումը Քարվաճար Օմար գործողության շրջանագին մեջ, որ բացավ երկրորդ ռազմավարական ճամփան, գաբելով Արցախ Հայաստանի Հանրապետության հետ։ Լեոնիդ Ասկալտյանի ռազմավարությամբ իրականացված այս հաղթանակը ունեցած է ոչ միայն ռազմական, այլև հոգևոր նշանակություն կապված Թադիվանքի հետ և դարձած է ազգային ոգի և միասնության հզոր խորհրդանիշ։ Հայ գամավորական ուժերը ապացուցած են, որ հայ ժողովուրդը կրնա միավորվել, պաշտպանել հայրենիքը և պահպանել իր արժեքները։ Այս փորձը կհիշեցնե, որ մեր պատմությունը ոչ միայն պայքարի, այլև հաղթահարելու և վերակերտելու պատմություն է։ Միաժամանակ այն կվկայե, որ միասնական կամքը և ռազմավարական մտածողությունը կրնան ապահովել հաղթանակ և շարունակականություն։ Ապրիլը նաև կհիշեցնե, որ մեր հաղթանակներն ու գոռոցները անբաժան են մեր պատմութենեն և կձևավորեն մեր ազգային ինքնությունը։ Անոնք մեզ կփոխանցեն պատասխանատվություն շարունակելու պաշտպանել մեր իրավունքներն ու արժեքները։ Միջազգային դատական փորձառությունը կհաստատե, որ ցեղասպանությունը կփաստվի ոչնչացման մտադրությամբ, համակարգված գործողություններով և նյութական ապացույցներով և ոչ թե զոհերու ամբողջական անուններու ցանկով։ Հայրու ցեղասպանության բարակային բազմաթիվ զոհեր, հատկապես երեխաներ, երբեք չեն նույնականացված, և անոնց անուններու պահանջը չարտացոլեր ցեղասպանության ամբողջական էությունը, որովհետև ան ոչ միայն ֆիզիկական ոչնչացում էր, այլև ինքնության չնչում։ Ինչպես կնշե Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան, հիշողությունը միայն անցյալը հիշելու միջոց չէ, այլ մեր ինքնությունն ու պետականությունը ամրապնդող գործիք է։ Ան կմիավորե հայությունը, կփոխանցի անցյալի դասերը և կնպաստե դիմակայելու ապագայի մարտահրավերները։ Միայն գիտակցված հիշողությամբ կրնանք պահպանել արդարությունը, ամրապնդել մեր պետությունը և գերտել ուժեղ ու միասնական Հայաստան։ Այս շրջանին կկազմակերպվին հիշադակի ձեռնարկներ։ Ապրիլ 24-ին հայրու դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերու ոգեկոչում և ապրիլ 28-ին հիշադակի ձեռնարկներ ի պատիվ միջազգային ճանաչում հայտնած պետություններուն։ Թող այս ամիսը դառնա ոչ միայն հիշելու, այլև վերականգնելու մեր ազգային կամքը, միասնությունը և պատասխանատվությունը հանուն մեր հայրենիքի ապագային։ Շնորհակալություն։